Եթե կա որևէ դեղամիջոցների խումբ, որի շուրջ ամենաշատ առասպելներն ու վեճերն են, ապա դրանք հաստատ ստատիններն են։ Ոմանք դրանք համարում են սրտաբանության ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Մյուսները վտանգավոր դեղեր, որոնք վնասում են օրգանիզմը։ Իրականությունը շատ ավելի հետաքրքիր է։ Այսօր կպարզենք։ Ստատինները դեղամիջոց են, որոնք նվազեցնում են լյարդում խոլեստերինի արտադրությունը։ Դրանցից ամենահայտնիներն են ատորվաստատինը, ռոզուվաստատինը, սիմվաստատինը։ Հիմնական թիրախը BXL-ն, այսպես կոչված վատ խոլեստերինն է։ Ստատինները աշխարհի ամենաշատ ուսումնասիրված եւ մեծ հետազոտություններ իրականացված դեղամիջոցներն են։ Տասնյակ խոշոր հետազոտություններ ցույց են տվել, որ դրանք նվազեցնում են սրտամկանի ինֆարկտի ռիսկը, իշեմիկ ինսուլտի ռիսկը, սիրտանոթային մահացությունները, կրկնակի ինֆարկտի հավանականությունը։ Հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր արդեն ունեցել են ինֆարկտ, ինսուլտ կամ ունեն աթերոսկլերոզ։ Որոշ հետազոտությունների համաձայն BXL-ի յուրաքանչյուր մոտ 1 միլիի նվազեցումը կապված է խոշոր սրտանոթային դեպքերի մոտ 20-25% նվազեցման հետ։ Ստատինները նշանակվում են նաև ոչ շատ բարձր խոլեստերինի պարագայում։ Ինչու՞։ Պատճառն այն է, որ որոշ դեպքերում բժիշկը գնահատում է ոչ միայն խոլեստերինի մակարդակը, այլ ընդհանուր սրտանոթային ռիսկը։ Օրինակ, շաքարային դիաբետի, նախկին ինֆարկտի, կորոնար ստենտավորման, ծխախոտի շատ կիրառման, բարձր զարկերակային ճնշման դեպքում։ Այս դեպքերում ստատինները նպաստում են ոչ միայն խոլեստերինի նվազեցմանը, այլ նաև աթերոսկլերոտիկ թիթեղիկների կայունացմանը։ Այս խմբի ամենատարածած կողմնակի ազդեցություններից են շաքարային դիաբետի ռիսկի փոքր աճը։ Մեծ հետազոտությունները ցույց են տվել, որ ստատինները կարող են փոքր-ինչ բարձրացնել երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը, որոշ մարդկանց մոտ իհարկե։ Սակայն մարդկանց մեծ մասի համար ստատինների սրտանոթային օգուտը զգալիորեն գերազանցում է այդ ռիսկը։ Լյարդային ֆերմենտների բարձրացումը։ Որոշ պացիենտների մոտ կարող են բարձրանալ լյարդային ֆերմենտները։ Ծանր լյարդային վնասումները չափազանց հազվադեպ են։ Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել պնդումներ, թե օրինակ ստատինները ոչնչացնում են հիշողությունը։ Մինչ այժմ խոշոր բոլոր գիտական հետազոտությունների տվյալները չեն հաստատել, որ ստատինները առաջացնում են, օրինակ, դեմենցիա կամ հիշողության կայուն վատացում։ Ավելին, որոշ ուսումնասիրություններ հետազոտում են դրանց հնարավոր պաշտպանիչ ազդեցությունը ուղեղի անոթային հիվանդությունների նկատմամբ։ Պետք է խուսափել ստատինները թուրինջի կամ մեր լեզվով ասած գրեյփֆրուտի հյութով խմելուց։ Կարող է բարձրացնել դեղամիջոցների մակարդակը արյան մեջ եւ մեծացնել կողմնակի ազդեցությունները, հատկապես մկանային խնդիրների հավանականությունը։ Ստատինները հրաշք դեղամիջոցներ իհարկե չեն եւ ունեն կողմնակի ազդեցություններ, ինչպես ցանկացած դեղ, սակայն գիտական ապացույցները ցույց են տալիս, որ բարձր սրտանոթային ռիսկ ունեցող մարդկանց մոտ դրանք զգալիորեն նվազեցնում են ինֆարկտի, ինսուլտի եւ վաղ մահվան հավանականությունը։ Ստատինների մասին ամենակարևոր միտքը, որ պետք է հիշել, բոլորին պետք չեն ստատիններ, բայց այն մարդկանց, ում պետք են ստատիններ, կարող են բառացիորեն երկարացնել կյանքի տևողությունը կամ ընդհանրապես փրկել կյանքեր։ Այս եւ նմանատիպ այլ գիտահեն ինֆորմացիայի համար բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին եւ իմացեք ամեն ինչ դեղերի եւ հավելումների մասին։ Առողջ եղեք։